Միաբան փառաբանենք մեր կենդանի Աստծու անունը։ Շնորհակալ ենք մեր Աստծուց, սիրելի Աստծո ժողովուրդ, որ հերթական տերունական օրը Աստծո տաճարի մեջ ենք միաբան հոգով օրհնելու եւ մեծարելու մեր Աստծուն, որտեղ ինքը հավիտենական Աստված է, ինքը սիրո աղբյուր է, ինքը ալֆան եւ օմեգան է մեր կյանքի։ Եվ մենք այսօր պետք է ել ավելի լցվենք իրանով, հաստատվենք իր խոսքի մեջ, որովհետև ես եւ դուք ապագայի Քրիստոսի եկեղեցու անդամներն ենք, հարս եկեղեցու անդամներն ենք։ Եվ Տերը կանչել է մեզ հերթական անգամ զորացնելու, լեցնելու երկրորդ մնացորդած 11-րդ գլուխ 16 խոսքից կարդում ենք եւ անոնց յետևեն երկրորդ մնացորդած 11-16-ը եւ անոնց յետևեն Իսրայելի բոլոր ցեղերեն Իսրայելի Տեր Աստվածը սրտանց փնտրողները իրենց հայրերուն Տեր Աստծո զո անելու համար Երուսաղեմ կերտային։ Այսօր մենք եկել ենք հոգևոր Երուսաղեմ, այսօր մենք եկել ենք Աստծո տուն, Աստծո տաճար, սրտանց փնտրողներս, կան մեր մեջ սրտանց փնտրողներ, կան, փառավորվի Տիրոջ անունը։ Հուդայի թագավորությունը զորացուցին եւ Սողոմոնի որդին Ռոբովամը 3 տարվա մեջ ուժովցուցին, քանզի 3 տարի Դավիթին ու Սողոմոնին ճամփովը քալեցին։ Այսօր այն փրկության ավետիսը, բարի լուրը, ավետարանը, որ մեզ փոխանցվել է, մենք եկել ենք այդ ավետարանի մեջ Աստծուն պաշտելու եւ ոչ թե 3 տարի, այլ մինչև Քրիստոսի գալուստը զորանալու, լցվելու հավատքով, որովհետեւ նորից եմ ասում, որ Քրիստոսի եկեղեցին դա ապագայի եկեղեցին է։ Հիսուսը ասեց, չէ, ես պիտի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները պիտի չհաղթեն։ Քրիստոսի եկեղեցին ապագայի եկեղեցին է, որտեղ ապագայում մեզ սպասվում են փորձություններ, նեղություններ, գայթակղություններ, հալածանքներ, բայց մենք պետք է սիրելիներ ունենանք վերջին ժամանակների, մեր ժամանակների իմաստությունը, գիտությունը եւ լցված լինենք փրկության զորությամբ, որպեսզի լավագույն բաներ ընտրելով մինչև Քրիստոսի օրը անկեղծ եւ առանց գայթակղության լինենք։ Ամեն։ Եսայի մարգարեության 33-րդ գլուխ 6-րդ խոսքն է, որպես բնաբան հնարավորինս ես համառոտ մտքերը կփոխանցեմ Տիրոջ օգնությամբ 33-ի 6-ը Եսայի մարգարեության քու ժամանակներուդ հաստատությունը ու փրկությանդ զորությունը իմաստություն ու գիտություն պիտի ըլա Տիրոջ վախը անոր գանձն է։ Սիրելիներ, որ իմաստության մասին է խոսում։ Այսօր ճիշտ է, մենք փրկված ենք, Աստված մեզ տվել է մեր կարողության չափով իմաստությունը, գիտությունը, բայց մեր ժամանակների իմաստությունով պիտի լցվենք։ Այն իմաստությունով, որը նաև վաղվա համար է, մյուս օրվա համար է, որտեղ չգիտենք, թե մոլորեցնողը ինչպիսի մոլորյալ վարտապետություններ պիտի բերի, ինչպիսի մարտահրավերներ կան այսօր, թե անձնապես, թե մեր եկեղեցու առջև ծառացած, որ եկեղեցին որպես փրկության տապան պետք է կարողանա այսպես հոգևոր հեռատեսություն ունենա, կարողանա ոչ միայն այսօրվա պահի հավատքով ապրի, որ այսօր եկավ, բժշկվավ, լեցվավ, օրհնվավ եւ գնաց իր տունը, դա լավ է, բայց նաեւ դու պետք է այսօր վաղվա հավատքով լցվես եւ փրկության զորությունը ունենաս։ Օրինակ, ինչպիսին էր Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի հավատքը եւ իմաստությունը, դա ոչ թե այդ պահի համար էր, ոչ թե մի օրվա համար էր, որտեղ իրանք չգիտեին ինչ էր սպասվում իրանք կարող էին թագավորական պալատի մեջ այսպես վայելել ժամանակի ազատությունը եւ ասային փառք ես Տեր, դու մեզ բերեցիր, հասցրեցիր այս փառքին
այս բարձունքին եւ մի քիչ թուլանային, մի քիչ անհոգության տրվեին, բայց եղբայրները ունեցան ժամանակի իմաստությունը եւ կրակե հնոցի մեջ իրենք հաղթանակած մտան եւ դուրս եկան, ամեն։ Մեկ-երկու տեղ էլ ուզում եմ նայենք Տիրոջ օգնությամբ, սիրելիներ, որն է հաղթանակած եկեղեցին, որն է իրոք այն իմաստությունը, այն գիտությունը, որ մենք այսօր կարիք ունենք լցվելու այդ իմաստությամբ եւ գիտությամբ։ Օրինակ Ղուկաս ավետարանում 16-րդ գլխում մենք տեսնում ենք խորամանկ տնտեսի առակը դուք գիտեք, ես բնական է չեմ կարտա, բայց ինչպես վարվեց խորամանկ տնտեսը։ Նա այդ աշխատանքից, այդ պաշտոնից արդեն զրկվել էր, բայց ինքը մի իմաստուն քայլ արեց, որը միտված էր ապագային։ Ղուկաս ավետարան 16-րդ գլուխ 8-րդ խոսքի վրա ես ուղղակի կարտամ շեշտադրում անեմ, դուք գիտեք, որ այդ Տիրոջ ունեցվածքից ինքը կարողացավ այդ վերջի պահին բաժին հանել, ովքեր որ պարտք էին, այդպես չեղյալ համարեց պարտքը, ինչու, որպեսզի երբ որ ինքը պակասվեր իրեն հավիտենական բնակարանների մեջ ընդունեն, չէ՞, Տերը անիրավ տնտեսը գովեց այդ բանի համար, որ խելացությունով վրավ, իմաստությամբ վարվեց, չէ՞, վասնզի այս աշխարհի որդիները իրենց ցեղի մեջ լուսով որդիներեն ավելի խելացի են։ Ես ալ ձեզի կսեմ, անիրավ մամոնային ձեզի բարեկամներ երեք, որպեսզի երբ անիկա պակսի, ձեզ հավիտենական բնակարաններու մեջ ընդունին։ Սիրելիներ, այդ անիրավ մամոնան կպակսի, դա հավիտյան չէ, դա մնայուն չէ, բայց դու այդ անիրավ մամոնան տալով, բաշխելով, դու ապագայի համար հիմքեր ես ստեղծում, չէ։ Այսօր թե անձնապես, թե եկեղեցին նաև պետք է ունենա եւ հոգեվոր պաշար, եւ նյութական պաշարը բաշխելու եւ տալու։ Մեր Տիրոջ համար էլ է ասում, չէ, բաշխեց եւ աղքատներին տվավ, անոր աշտարությունը հավիտյան կմնա։ Մի այսպիսի հետաքրքիր գաղտնիք էլ կա, սիրելիներ, որպես ապագայի եկեղեցու հավատացյալներ, ինչպես պիտի վարվենք մեր գործերի մեջ, մեր հոգևոր ընթացքի մեջ, դա գրված է առաջի Պետրոս 3:8-ում, վերջապես առաջի Պետրոս 3:8-ում, ամեն մեկդ մեկ մտքի վրա եղեք, կարեկից, եղբայրասեր, ողորմած ու քաղցրաբարո, չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանեք կամ նախատինքի փոխարեն նախատինք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտնալով որ այս բանին համար կանչվեցաք, որպեսի օրհնություն ժառանգեք, օրհնեցեք, որ օրհնություն ժառանգեք։ Քրիստոսի եկեղեցին, այն եկեղեցին է, որը ունի ողորմելու, քաղցրաբարո լինելու, չարին բարով հատուցանելու, նախատինքի փոխարեն նախատինք չհատուցանելու, իրեն անիծողներին կարողանա օրհնի, չէ՞, ասում է դուք լցված եք բարությամբ, իմաստությամբ, չէ՞, եւ կարող եք մեկս մեկ խրատել, օրհնիր, որ օրհնվես, սիրելիներ։ Քրիստոսի եկեղեցին պետք է չնայի անցյալին, չհիշի անցյալի դժվարությունները, ով քեզ նեղացրել է, ում հետ դու խնդիրներ ես ունեցել, եւ այս անցյալի հիշողությունները ջնջելով մենք պետք է առաջ նայենք, չէ՞, ասում է նպատակը դիտելով, հետևի բաները թողած, Աստծո վերի կոչումի մրցանակին վազեմ, չեմ ասում թե առել եմ, հասել եմ, այլ հետևի բաները թողել եմ։ Մի օր այս հունվար ամսին էր, ամսու 18-ին էր հունվարի, մեր մոտ Սպանդարյանում երբ որ պաշտամունք էր, պես Տիրոջից խոսք եղավ եւ շատ այսպես մեզ թափեցնող էր այդ խոսքը։ Ասում է շատ հոգիներ կային, որ դժվարությամբ էին մոտենում Աստծուն եւ
այսպես շատ իրանց խանգարող բաներ կար, չէին կարողանում մտնել Տիրոջ ներկայության մեջ, եւ Տերը այդպես ուղակի դիպուկ հայտնում էր, որ շատերը ապրում են անցյալի հիշողություններով, անցյալին են նայում, նրանց հայացքը ապագային միտված չէ, հիշում են անցյալը, թե լավ, թե վատ առումով։ Կարող է դու հիշես անցյալը, որ ինչ-որ լավություններ ես արել, օգնել ես, բարություն ես արել ու հիշեցնում ես անընդհատ, որ ես այս բանը արեցի, այն բանը արեցի եւ դու դրանով ապրում ես։ Ինչ որ անցյալում է, թող մնա անցյալում։ Կամ վատ իմաստով էլ կարող ես հիշել, որ անցյալում ինչ խնդիրներ է եղել, ով է քեզ նեղացրել եւ դու ապրես անցյալի հիշողություններով։ Եվ շարունակությունը հետեւյալն էր. շատերի կյանքում կա դատ եւ դատաստան, եւ դա տրտմություն է առաջացնում։ Բավական է ապրեք անցյալի հիշողություններով, իրար սիրեք, իրար ներեք եւ եղեք միաբան։ Եվ ուզում եմ վերջի միտքն էլ ասեմ, սիրելիներ, աղոթքից առաջ, իրոք որ իմաստությունն է, որ գիտությունն է, որ ժամանակի քննությունը կբռնի։ Այսօր աշխարհը, թեկուզ եկեղեցիներն էլ, չէ, քրիստոնեությունը լիքը լցված է գիտությունով, չէ, իմաստությունով, բայց կգա ժամանակ, երբ որ կրակի մկրտության ժամանակ, փորձության այդ նեղության օրերի մեջ, ինչ կմնա քեզնից, քո իմաստությունը կարող է ժամանակի քննությունը բռնել։ Այդ մասին գրված է Ժողովողի գրքում, Ժողովողի 9:13-ում ասում է. արևում տակ այս իմաստությունն ալ տեսա։ Տեսնենք, որ իմաստության մասին է խոսքը։ Անիկա ինձի մեծ երևցավ, պստիկ քաղաքի մը վրա, որուն մեջ քիչ մարդ կար, մեծ թագավոր մը եկավ ու զանիկա պաշարեց, եւ անոր դեմ մեծ պատնեշներ շինեց, ու անոր մեջ աղքատ իմաստուն մը գտնվեցավ, եւ անիկա իր իմաստությունովը քաղաքը ազատեց, բայց այդ աղքատ մարդը բնավ հիշող մը չեղավ։ Այն ատենսի թե իմաստությունը ուժեն աղեկ է, թե աղքատին իմաստությունը կանարգեն։ Մի պա պատկերացնենք, որ այդ թագավորը եկավ պատնեշներ դրեց, դա հակառակորդն է, դա փորձություններն են, դրանք այն մարտահրավերներն են, որ պիտի գան եկեղեցու դեմ, բայց եկեղեցին ինչով պիտի կանգնի այդ հակառակորդի բերած պատնեշների դիմաց։ Արդյոք հարստությունով, արդյոք մեր իմաստությունով, բայց որ իմաստությունով։ Շատ իմաստուններ կային, չէ՞, այդ փոքրիկ քաղաքի մեջ, շատ հարուստներ կային, շատ երևելիներ կային, որոնք որ բոլորի կարծիքով ամենախելացին էին, ամենաիմաստունն էին, պաշտոններն էին երևի նրանց տվել, որ իրանք պաշտոններ էին վարում այդ քաղաքի մեջ, բայց ընդամենը մի աղքատ, բայց իմաստուն մեկը, աննշան մեկը, Աստծուց տրված իմաստությունով կարողացավ այդ քաղաքը ազատել, բայց նրա անունը հիշող չեղավ, բայց ավետարանում գրված է իր մասին, չէ՞։ Մարդիկ չհիշեցին իր մասին, բայց ավետարանում գրված է այդ եղբոր մասին, Աստծո մարդու մասին, ոչինչ, թող այսօր ինձի համարեն, Պողոս առաքյալը ասում է, մենք ամենքից անարգը եղանք, չէ՞, մոլորեսնողներու պես, բայց ճշմարիտներ, չէ՞, թող այդպես համարեն մարդիկ մեզ, բայց ես ունենամ աստվածային իմաստությունը եւ գիտությունը, թող փառավորվի մեր Տիրոջ անունը։